Բարև ձեզ ժողովուրդ։ Այն որ ասում են ձուկը ստանդարտներին չի համապատասխանում, կներեք այդ ձուկը նեխած է, հիվանդ է, ինչա չհամապատասխանել ստանդարտի որն է։ Փոքր ձուկել են գնում, մեծ ձուկել են գնում, քաշի բան չի հետ։ Ձուկի ոչ ստանդարտ լինելը որն է։ Հետո որ ասում են արտերկրի, պարզապես արտերկրում չեն վերցնում։ Նենց չի որ արտերկրում թանկ է, այդ ձուկը էժան է, ճիշտ արտերկրում Եվրոպայում էժան է, որտեվ այնտեղ ծով կա, բան կա, գետեր կան, բան այդ շատ խորը գետեր կան, ծով կա, օկեանիա կա։ Իրանց մոտ իհարկե էժան է, մորեպրոդուկտի ծովային մթերքը էժան է, բայց հասկանում եք կա հասկացողություն էքսկլյուզիվ։ Կարող է մերը եւ շատ թանկ առնեն, որտեվ իրանք դրանից չունեն, մեր սիգից չունեն, մեր իշխանից չունեն, յուրահատուկ ձուկ է։ Օրինակ ես հիշում եմ կոմունիստների ժամանակ մարգարիտ Ամերիկայից առնում բերում են մարգարիտի շարան։ Նենց էին ուրախանում։ Ես հիշում եմ իմ բարեկամներս, իմ մորաքույրս գնել էր, որ տղան ամուսնանա իր հարսի համար, գնել էր ու շատ ուրախացել էր այդ կապակցությամբ։ Հիմա մտնում ես վերնիսաժ լիքն է, համ էժանացել է, համ տարբեր ձև, ավելի լավ ձև է լիքն է։ Կա բառ էքսկլյուզիվ։ Այո, որոշ տեղեր կարող է այդ ապրանքը կոպեկներ են, մյուս տեղը կարող է մեծ գումարներ են։ Հնդկաստանում մարգարիտը ոդի տակ գնում է։ Ժամանակին մեր մոտ, չգիտեմ, փնտրի չես գտնի։ Դեմիրճյանի կնոջ մատանին էր լիքը մարգարիտներով եւ ականջողները, չգիտեմ, ինչ մեծ բան էր մեզ թվում։ Հիմա չէ, վերնիսաժում լիքն է։ Այդպես աշխատում, էքսկլյուզիվը թանկ է, եթե իրանք ուզենան տանեն, իրանք պետք է թանկ վաճառեն եւ մարդիկ կառնեն, որտեւ այդպիսի ձուկ իրանց մոտ չկա։ Իսկ ես անդադ բղավում էի, ասում էի, որ Ռուսաստանի պետք չի թշնամանալ։ Կարելի է ընկեր չներ, բայց թշնամի պետք չի լինել։ Դրա համար էի ասում։ Հլա ինչ, էցկիզմն է։ 90-ականներին է տենց սկսեց թշնամությունը։ Գազ, լուս, պատերազմով, գազով, լուսով, հացով, մթեք ոչ տալիս էին, ոչ վեցնում էին։ Պրծավ երկրաշարժով, բալահովիտով, լեննական երկրաշարժով, բալահովիտով, մինչև խեք չհավաքեցինք, այսպես դրեցին էլի ռուսերը, դրեցին կամ։ Մենք էտի ծաղում ենք, ճորտված ոտով կանգնել ենք, ասում ենք մենք ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք, ասեցին հերիքաչ կամ ճորտված ոտերով կանգնեք, մի ոտով Եվրոպա, մի ոտով Ռուսաստան։ Հետո հաղթանակ եկավ, էլ Ադրբեջանը չէր օգնում, եւ հաղթանակ եկավ, եւ լուսը եկավ, եւ շատ բան։ Ես կրկնում եմ, նման եկեն երեխային, որը Ծառուկյանի հարևանությամբ ապրում է ու ասում է Ծառուկյանը հարուստ է, պապաս աղքատ է, գնում եմ իր մոտ, որտեվ նա հարուստ է ու կորցնում է իր հորներ։ Այդ երեխայի նման եք։ Վերջ, ասելու բան չունեմ։ Մի բանով ճիշտ արեցին։ Ասին ձեր տոմատը չենք վեցնում, մեր պամիդորները մնացել են, մենք մեր պամիդորներով տոմատ ենք սարքելու։ Կասյարը զավոդն է լցնելու ենք, շատ լավ են արել։ Խմենակ տոմատ, իկրային էլ տոմատ պետք, ուրիշ տոմատ սակու, и так далее, շատ բաներին է պետք, թող չբերեն։ Այդ աղտու, գիտեք, գյուղացուն չի խանգարում, գյուղացին ոնց ծախել է, նենց է ծախում է։ Պարզապես ալիգարխներն է խանգարում, որոնք Պիրիվոսկեքի հետ կապ ունեին։ Միջնորդներին, որոնք գյուղացուցվեցնում էին, արտերկիր էին տանում, իրանց եկամուտ ավելի շատ էր, իրանց է խանգարում։
Այդ գնով ինչ գնով ծախում են գյուղացիները, մեր մոտ է կարան ծախեն, մենք է կգնենք։ Ու շատ լավ է այդ եղել, շատ լավ է եղել։ Մտնում եմ սիճի, տեսնում եմ 315 դրամ էր ինչ էր բանը կարտոֆիլը արա, գնեցի կարտոֆիլ 115 դրամ, շատ լավ էր։ Ժամանակին անգամ դրանից է ժոնո եղել։ Դե տորը սկիթկա էր, երկրորդ օրը տես չի լինի։ Միան ձունա թանգացել, միսնա թանկ, ձուն թանգացավ չի իշնում։ Հետը եվյարդ եկիր չեն հանում, հա։ Ձկի ոչ ստանդարտը որն է, ոչ ստանդարտը որն է։ Հիվանդ էին այդ ձուկերը, հա։ Փոքր էլ է լինում, մեծ էլ է լինում, ամեն տեսակը իր գնող ունի։ Կարան շատ հանգիստ ուղարկեն, ընդեղ թանգով կառնեն, եթե ուզում են վեցնեն։ Որտև էլ եմ ասում, այնտեղ այդ ձկներից չկա։ Կա ավելի լավը, բայց ես էքսկլյուզիվ է։ Իրանց համար էր, որ հազվագյուտը այս լավ է կլինի, մեր համար իրանցնա լավ է։ Բայց չէիք ուզում, ծովը, Ակիանյան, իրանց մոտա, լիքը ունեն մարսկի պրադուկտը, դու ոչ մի հատ փոքրիկ լիճ ունես, ուզում ես ոտ մեկնես, իհարկե իրանք շատ ունեն։ Բայց քոնը պրեսնը ջրի մեջ է մեծացել, քոնը ուրիշ է։ Ճիշտ է, երևի կեղտոտ բաներում են, բայսեններում են պահել իսկուսственն է։ Այդ չունեմ ասելու։ Լավ, այսքան բան էի ուզում ասել։ Շատ լավ արեցին։ Ասում են չիզ Վրաստան, Ռուսաստան միևնույնն է։ Վրաստան են ծախում, վրաստիներն է ռուսերեն են ծախում է լոլիկը։ Էդ էլ է ճիշտ։ Ոնց է ռուսը անում իր նավթը, իր գազը։ Չիզ Ադրբեջան նավթա վաճառում Եվրոպայում։ Նենց էլ մենք չիզ Վրաստան լոլիկ ենք վաճառում Ռուսաստանին։ Անգամ կարա Վրաստանը, վրացիների իր լոլիկը արտահանի Ռուսաստան, մեր լոլիկը իր խանութները դնի։ Խաղեր են։ Մեր գյուղացիներ չի տուժում, մեր քաղաքացին հաղթում է։ Գյուղացուց իրանք այդ գինը չէին առնում, ինչ գնով արտասահման էին ծախում։ 2 կոպեկով գյուղացուն էին ծախում, 4 կոպեկով մենք կառնենք հիմա։ Այն ժամանակ 2 կոպեկով գյուղացուն էին ծախում, 10 կոպեկով արտասահման էին ծախում։ Այակ տուժվել են միջնորդները։ Գյուղացու անուն են տալի, որ մարդիկը հետաքրքրված լինեն։ Գյուղացին չի տուժվել։ Կարող է գյուղացուց է չեն վեցնում, որ գյուղացին ասի տուժվել եմ, չէ, խանութները լցրեք։ Իսկապես Վրաստան ծախեք։ Իսկապես Խաչա ռուսերը կանած են վրացին են միար։ Վրացին են Ադրբեջան ինչ ասիեներ կանեն, վրացիներին Ռուսաստան ինչ ասի կանեն, ովեր ինչ ասի կանեն, թուրքեր ինչ ասի կանեն, Եվրոպան ինչ ասի կանեն վրացիները։ Շատ լավ են անում։ Թող կոնսերվիրովից անեն, իրենց կոնսերվը մտնում ես Երևան Սիթին, երշիկներին նայում ես, դիմը, վել չգիտեմ ինչ, բոլորը ռուսական արտադրանքներ են։ Մենք չենք արգելում, չէ՞։ Նույններ ուրիշ բաժիններով, կոնֆետները, բան, սա բելարուսական, ուկրաինական, ռուսական, նույնը կասեն կատնամթերքը, մենք եկարենք իրենց արգելենք։ Մեր կատնամթերքով լցնենք։ Իսկ որակը, իսկապես որակի վրա պետք է աշխատել, պարզապես որ աշխատեն, իրանք իմպորտների վրա կաշխատեն, իսկ որը մնում է մեր եկում, դրա վրա չեն աշխատի։ Անգամ էքսպորտիներ չեն հետևի, որ նորմալ բան մտնի։ Կոմիսներ ժամանակից գիտեմ, լավ ուղարկում են արտասահման, վատը մեզ են թողում։ Նույններ հիմա կանեն։ Լավ, հաջողություն ձեզ։